Պարոն Ավանեսյան, ասում եք պարտքի արդյունավետ կառավարման ճանապարհով են գնում, հիմա սենց մի հարց է, հետաքրքիր է, եթե նշում եք, որ ներքին պարտքը արդեն բավականին 50%-ի մակարդակում է, ինչը ձեզ գոհացնող ցուցանիշ է, եւ դե ներքին, այսինքն պետական պարտատոմսերի հանդեպ Հայաստանում հետաքրքրությունը բարձրացել է, մենք ինչի ենք թողարկում եվրապարտատոմսեր 10 տարով եւ արդյոք կառավարել են այդ 10 տարվա կանխատեսումները կուրսի փոփոխության մասով, կարող է ինչ որ պահի սա ոչ շահավետ լինի։ Էլի շատ հետաքրքիր եւ կարեւոր հարց է։ Այստեղ բացի երբ որ մենք որոշում ենք թե որքան պարտք ներգրավենք կամ ինչ աղբյուրներից պետք է ներգրավենք, այստեղ էական է նաև հաշվի առնել մեր արտարժութային կարիքները։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը որքան արտարժույթի կարիք ունի։ Վերջին տարիներին դրամով պարտքի ավելացման կամ ներքին շուկայից պարտքի ներգրավման պատճառներից մեկը նաև որ Հայաստան կար մեծ արտարժույթի ներհոսք։ Այսինքն մենք ըստ էության մեր արտարժույթի կարիքները ավելի փոքր էին, քան այն ներհոսքը, որը կար դեպի Հայաստանի Հանրապետություն։ Եվ դա է նաև պատճառը, որ տեղի ունեցավ այս մեծ առաջարկի պատճառով դրամը արժևորվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարի եւ եվրոյի նկատմամբ։ Հիմա մեր գնահատմամբ մեզ պետք է ավելի շատ արտարժույթ կամ մեր միջազգային ռեզերվները, որոնք որոշակի նվազման դինամիկա էին ցույց տվել վերջի շրջանում, այդ ռեզերվները լրացնելու նաև նպատակ էր հետապնդում կամ որպեսզի հավելյալ ռիսկեր չառաջացնենք միջազգային ռեզերվների համար։ Սա է այն պատճառը, որով մենք որոշեցինք եվրոբոնդ թողարկել։ Այստեղ նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե Հայաստանի բանկային համակարգում որքան լիկվիդայնություն գոյություն ունի։ Այսինքն Հայաստանի բանկային համակարգը ինչքան ավել փող ունի, որպեսզի ներդրում անի մեր պետական գանձապետական պարտատոմսերի մեջ։ Իհարկե լավ լուրը նա է, որ մենք հայկական շուկայում, հայկական դրամով արտահայտված պարտատոմսերի մեջ նաև հետաքրքրություն ունենք արտերկրի ներդրողների, որոնք վերջի շրջանում բավականին ակտիվացել են եւ այս ուղղությամբ ավելի մեծ աշխատանք պետք է տանենք, որպեսզի այս ներդրողների քանակը ավելացնենք, որպեսզի մենք ոչ միայն հույս դնենք հայկական բանկերում առկա լիկվիդայնության, այլ նաև որպեսզի դրսի ներդրողները գան Հայաստանից առնեն այդ պարտատոմսերը։ Բայց դեռ այստեղ ճանապարհ ունենք անցնելու եւ մենք որոշեցինք, որ այս ճանապարհով պետք է գնանք։ Այստեղ մի ուրիշ կարևոր պահ կա, որը ձեր հարցի մեջ կար, տոկոսադրույքը, հետագայում փոփոխությունը եւ այլն։ Ես ուզում եմ ասել, որ 2023 թվականին Հայաստանի ֆինանսների նախարարությունը ետ է գնել այս մարված եվրոբոնդի մի մասը, որը եթե չեմ սխալվում 7.5% գնանշում ուներ եւ մենք այդ ժամանակ մի փոքր ավել գումար ունեինք եւ որոշեցինք այդ ավել գումարը ծախսել այդ թանկ պարտատոմսը հետ գնելու ուղղությամբ եւ դա երկակի նշանակություն է, այսինքն մի կողմից մենք հետ ենք գնում մեր թանկ սպասարկվող պարտատոմսը, մյուս կողմից թեթևացնում ենք մեր այս տարվա բեռը, որով պետք է այդ պարտատոմսը մարեինք, որովհետև 500 միլիոն ծավալ ուներ ինքը։ Հիմա ապագայում, երբ որ տոկոսադրույքները կիջնեն, մենք հնարավորություն կունենանք ժամանակից շուտ հետ գնելու այդ պարտքը կամ ուղղակի մեր պարտքի կառավարման գործառույթն է հենց դրանում կայանում, որովհետեւ մենք հասկանանք, մենք ինչպես ենք մեր կանխիկ գումարը կառավարում, ինչքանով ենք վերցնում, ինչքանով ենք տալիս եւ այս process-ը մեր մասնագիտական աշխատանքի մի մասն է կազմում։ Դա մեր ուշադրության կենտրոնում է բնականաբար եւ պարտքի տոկոսադրույքների նվազման ֆոնին մենք բնականաբար այդ աշխատանքը կանենք
Եվ իդեպ ասեմ, վերջի ամիսներին տեսնում ենք որոշակի դինամիկա, որ այդ ուղենշային տոկոսադրույքները որոշակի նվազման դինամիկա են ցույց տալի եւ հույս ունենք, որ աշխարհաքաղաքական իրավիճակը այնպես չի լարվի, որ այդ տոկոսադրույքները նորից չեն բարձրանա վերև։